Ապրիլի 18-ին հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը Սևանի հրշեջ փրկարարական ջոկատի ծառայողները հրշեջ փրկարարական տեխնիկայի միջոցով լվացել եւ մաքրել են Սևան համայնքի տարածքում գտնվող հուշարձանները։ Հուշարձանների պահպանության միջազգային օրվա կապակցությամբ դպրոցի նախաձեռնությունն է եւ վարչական ղեկավարի նախաձեռնությամբ երեխեքի կողմից մաքրման աշխատանքներ կատարվեց հուշարձանների շրջապատում, որից հետո Սևանի Այնի ջոկատի կողմից Սուրեն Մելիքյանի գլխավորությամբ կատարվեց հուշարձանների լվացման արարողություն։ Հայրենական մեծ պատերազմների զոհվածների հուշարձանը, Արցախյան ազատամարտում զոհվածների հուշարձանը, հուշաքարը, նաև դդմաշինի մուտքը խորհրդանշող հուշաքարի լվացման արարողությունը, որի համար ես որպես համայնքի բնակիչ իմ շնորհակալությունն եմ հայտնում վերաբերմունքի համար թե Սուրեն Մելիքյանին, թե մեր վարչական ղեկավար Գարիկ Ներսյանին եւ դպրոցի տնօրեն Ժաննա Սարգսյանին։ Եվ դա դասիրակություն է երեխաների կողմից, որ պետք է իրան շրջապատը մաքուր պահեն, հուշարձանների նկատմամբ էլ խնամքով վերաբերվեն։ Օրվա առթիվ Սևան համայնքի տարբեր բնակավայրերում հանրակրթական դպրոցների, կրթամշակութային օջախների, համայնքային կազմակերպությունների կողմից իրականացվեցին հուշարձանների տարածքների մաքրման, շրջակա տարածքների բարեկարգման աշխատանքներ։ Հուշարձանների մաքրման եւ շրջակա տարածքների բարեկարգման աշխատանքները կշարունակվեն նաեւ առաջիկա օրերին, հատկապես որ ապրիլի 26-ին անցկացվելու է մարզային մաքրության եւ բարեկարգման օր։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր 1983 թվականից հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի առաջարկությամբ։ Յուրաքանչյուր տարի ապրիլի 18-ին բազմաթիվ երկրներ տարաբնույթ միջոցառումների միջոցով բարձրացնում են հասարակության տեղեկացվածության մակարդակը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պաշտպանության ու պահպանության վերաբերյալ։ Սուրեն Բարսեղյան, Գնալ Հովհաննիսյան, Սևան TV 1 հեռուստաընկերություն, Գեղամաուր։